Նիկոլ Փաշինյանի երազը։ Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է։ Ինքը ծաղկավոր շորտիկով ու ծղոտե պանամայով Ենոքավանի ծովափի արմավենիների տակ փրված մի բաժակ ավոկադոյի տնական օղի է խմում։ Վրայից կծում թթու դրած բանանը, աչքի պոչով հետևում կենգուրուի խաշլամայի կաթսային ու երանությամբ նայում դեպի ծովը, որտեղ Իջևանի նավահանգիստ մտնելու համար արդեն հերթ են կանգնել կրուիզային զբոսանավերը։ Հերվում Սարի գագաթին ինչ-որ շինարարություն է ընթանում։ Գագիկ Ծառուկյանն է, որոշել է հայ-թայլանդական սահմանի մոտ կառուցել Բուդայի հսկայական արձանը։ Իսկ անմիջապես լողափին երևում է Քոչարյանի բիզնեսի գովազդային ցուցանակը, անմոռանալի սաֆարի մատչելի գներով։ Միասին կարող ենք։ Սամվել Կարապետյանի գործերը նույնպես վատ չեն։ Նրա Տաշիր բունգալու ընկերությունը Իմ քայլը հիմնադրամի հետ համատեղ ծովափնյա սրճարանների ցանց է բացել եւ աշխատում է 0% հարկերով։ Մի խոսքով ամեն ինչ հրաշալի է, միայն աղմուկն է խանգարում։ Մի քանի 100,000 շվեյցարացիներ ու ավստրիացիներ փորձում են մոտենալ իր շեզլոնգին, որպեսզի Հայաստանում վերաբնակվելու թույլտվություն ստանան։ Աննա, արիտես դրանց մեջ հաջողակ տղամարդիկ կան, թե աղքատությունը իրանց գլխներում է։ Հիմա եկել են օգտվեն մեր թոփ-թազա աշխարհագրական դիրքի։ Բայց Աննայի փոխարեն լսվում է թութակի ձայնը։ Աննան հերրացել է, Աննան հերրացել է։ Էլի։ Լավ, հավ հոկրակը չենք ընկել, որ Ֆրանսիայի հետ ընդհանուր սահման ունենք։ Ում խելքի երբ փչում այն Ավինյանի բերած տրոլեյբուսը նստում է, գնում Ֆրանսիա կոֆե խմում հետ գալիս։ Կարելի է զեկուցել, պարոն վարչապետ։ Զեկուցիր Ալենչո։ Ալենչո։ Պարոն վարչապետ, այն բելարուս գաստերբայտերները, որ որպես էժան աշխատուժ եկել են Քյավարի լագունայի ափին կարտոշկա ցանեն, էլի նավթի հանք են հայտնագործել։ Դե զզվացրեցին, դրանց հանեք ռադարեք։ Այդքան նավթը ինչ են գանում, սաղ երկիրը նավթամուղ ու գազամուղ է։ Ալենը գլխի կոր հեռանում է, իսկ ինքը դարձյալ երանությամբ փակում է աչքերը։ Ու հենց այդ պայմաններ մի մեծ կոկոս արմավենուց ընկնում է ուղիղ գլխին։ Միանգամից գիտակցությունը մթագնում է։ Դժվարությամբ բացում է աչքերը եւ զգում, որ շուրջն ամեն ինչ մռայլվել ու փոխվել է։ Ոչ ծովը կա, ոչ նավերը։ Միայն իրեն մոտեցող մի քանի 100,000 մարդկանց աղմուկն է, բայց նրանք էլ կարծես ոչ թե գերմաներեն են խոսում, այլ ինչ-որ ուրիշ լեզվով, ու համարյա բոլորը բեղավոր են ոսկե ատամներով ու հսկայական կեպիներով։ Ինքն անմիջապես նորից փակում է աչքերն ու խարխափելով փորձում գտնել ու շոշափել ինչ-որ մեկի աջակցող ձեռքը։ Գրեթե անմիջապես էլ գտնում ու շոշափում է, բայց զգում է, որ այնքան էլ ձեռքի նման չէ։ Արթնանում է փոխված աշխարհագրական դիրքով։